Հəլəm զրույցին քանում հետո զապիսին քննական լի։ Մենք ասում ես քանի տարեկան ես։ 15 Իբանց ես ծառայում։ Երբանից ես ծառայում։ Ես 2 տարեկան եմ մի հունվարին եմ չէ եկել այստեղ։ Են մի հունվարին եմ եկել են 2 տարվա առաջ հունվարին 92 թվականին հա Ուրեմն 13 տարեկանից էլ ծառայելիս այո։ Հա Որտեղից ես դու։ Մարտունաշենից Տակեզ ինչն է դրտել դու 13 տարեկան հասակում քո դասընկերները դպրոցում սովորում են։ Ես եկել եմ Արմաշենի հետ։ Դու քանի տարեկան ես։ 16 Երկուսով որոշալը որպեսզի ձեր հայրենի բնաշխարհը ազատագրեք։ Պետք է մեր խաղը թուրքի ձեռը չմնա կյանք։ Քանի կանք պետք է վերցնենք։ Այ դուք հիշում եք Մարտունաշենի եւ Գետաշենի տեղահանությունները։ Լավ եմ հիշում։ Շատ լավ։ Ես ամեն ինչն էլ իմ աշխով եմ տեսել, թե Թաթուլին ոնց են խփել Արմենին, Հրաչին։ Պետք է նրանց անունը չգցենք մենք։ Վերջն էլ պետք է մնանք միջև մեր կյանքի վերջ։ Կամ մահա կամ վերցնել լավ։ Որ պետք է Գետաշենը նախ վերցնենք 100%։ Դու էլ ուզում ես Մարտունաշենը վերցնել, այո։ Հա Չես վախենում պատերազմից։ Չէ Զենքին երբ ես տիրապետել։ Երբ եղել որ զենքին տիրապետել ես։ 11 տարեկան մեր գյուղում։ Տղաներն են սովորեցել քեզ։ Հա Արաբոյ ջոկատնալի մեր շենում էլ են իրենք են ինձ սորց։ Այն չեք ծաղում։ Երբ ես առաջի անգամ մտել ռազմի դաշտ եւ ճակատամարտվել թշնամու դեմ։ Երբ եղել հիշում ես։ Ստոյ կարիերում։ Նեն կարիերում։ Երնալիս բերտերը։ Մարտունաշենում քեզ չեն վստահել զենք։ Զենքին զնդե տված են, են աբոյանները հենց արտադրելիսն են։ Շմաստերվը չեն մինեն վարակայս կարաբինն եկա։ Դետ անցան են սամadzելկի։ Դետ անցան։ Շենում կեղել ենք դյուս եկեն։ Հիշում ես օմոնականներին, ռուսներին, ինչ էին անում նրանք գյուղում։ Նեն մտել գյուղը 50 հատ տանկ արել է։ Նիա մտել մեր գյուղն ու իրաց գյուղի միջան, սենց կեսրել մի հատ սարալ։ Պրցացել այդ սարը վար էլ կարանք վեշ լույր օգնություն կինենք։ Հու տեխնիկեկն էլ կեսը նիա մտել շենը սկսել են կտորին։ Վերը կրացել է փախել է, վերը բանարեն։ Վերը կրացել չսպանել։ Են անորեկցիորին մենք ետ ընտերել իրենք, մենք կինացել ենք, մեյդն են հվակել տարել թաղել, են մի օրին էլ արդեն ռավետեք շերավ լույս սպյացինի լիսնի են տերել շենը, շենը երկալ է։ Միջև այստեղ գալըք քեզ ասում էին ճուտիկ, քո անունը ինչպես է։ Մովսես։ Մովսես։ Ծնողներդ գիտեն որ դու ստեղ ես։ Գիտեմ որ Ղարաբաղ եմ, բայց չգիտեմ որ ստեղ եմ։ Գիտեմ որ Ղարաբաղ ես, բայց չգիտեն որ զենքը ձեռքիդ կռվում ես, այո։ Հա։ Հիմա որտեղ են ծնողներդ։ Կալինինը։ Վրաստանի սահման։ Կուզես քո ծնողներին որեցե մի խոսք հայտնել։ Հա։ Ինչ ես ուզում ասել ինձ։ Ես կուզեմ ասեմ որ թոյանք լամանան ես։ Հա դե ոչ։ Դու հնարավորություն ունես Մոսես այս պահին քո ողջունի խոսքը հայտնել քո ծնողին քո եղբայրներին եթե ունես։ Ես ուզում եմ ասեմ որ թոյրանք արխային են լավին են ես ստելա եմ ես ակիննական եմ նե թոյրանք ընդ արխային կանամար ես սաղեմ գիլական եմ հաղթանակը տնական ենք ես կիննական եմ Ես իմ ծնողներն են ասեմ որ միջև Գետաշենի հողում չի երկեմ տուն չեմ վերադառնա կյանքում այդ տայմ նպատակն է պետք է այդ նպատակ անեմ հո մեր կոմանդիրը պետք է վեշնի մեր ռաչինի նույն ձևի հունց կա ատամներն արմոր սեղմած ու ես տենում եմ պետք է մեր նպատակին հասնենք իմ հույսը իմ կոմանդիրն է պետք է այդ գործը անվի
100%։ Կամանձիր, ինչ կարծիք ես, այս տղաներ ասեն, երեխաներ ասեն, չգիտեմ ինչպես ասեմ, իրաց մասին ինչ կարծիք ես։ Ես ուղղակի ես մեր ճուտիկներեն ճուտիկ ենք ասում, սրանցով շատ ուրախ եմ, ու այնքան վստահ եմ ես ճուտիկներեն, մի քիչ առաջ միջև ձեր ստեներ կայանալը, իրանց ջուղերի մասին ենք խոսում, ես իրան ասեցի մայր մունք, ձեր ջուղը պիտի յորոնենք, պարարջամ, ուղղակի ուրախության չափ չկարելի իրան, մունք մեկա պիտի յորոնենք, գետաշենը մերնա, Ցավը տանեմ կային կամանձիր ջան։ Ես ինչքան սաղն իմ, ինչքան կենթանին իմ, ես պիտի ձգտեմ, պայքարեմ, իմ բոլոր մարտնչող ընկերներեսն հետ, պիտի մոր հողերը ազատենք, թշնամին, պիտի ջարդենք, մինչև հիմա ինչքան ջարդալանք, ավելի գազանաբար պիտի ջարդենք դրանց, որպեսզի սենց 80 նոմա սողանդյան վնրնեսին ին խնդրեն, ասեն խնդրում ենք վերջ տուվեք։ Ես կամանձիր ասած խոսքերով ես շատ եմ ուրախանում էլ ուղղակի, որ իր ասածի նպատակներին հասնենք մենք էլ ինձ կյանքում ոչ մի բան պես չի։ Ծնող հողը մենակ, ուրիշ ոչ մի բան։ Կամանձիր վերջին մարտը հիշում ես, որ այս տղաները մասնակցել են ինչպես էին իրանք իրենց դրսևորում։ Հիշում եմ, վերջին մարտը մեր այս շիլյուզների պոստը վերցնելու ժամանակ ճուտիկը մեր հետ էր։ Ես այն մոմենտն եմ շատ հիշում, որ դաժե մեր պատրոնը արդեն պրծալար, ասամ ճուտիկ պատրոն հոսցուրու։ Ճուտիկը չվախենալավ, հսալա ցինկերը շիլագած պատրոն են, ցինկերը պիրալա հստրալ, ասում կամանդիր հստրալ եմ պատրոնը։ Ունքտեղ արդեն մեր հաղթանակը ավելի հաջողացրալ ենք ու ավելի առաջ ենք եկալ, ճուտիկին պիրած պատրոնը։ Ես ուրախ եմ ճուտիկներ ավս։ Ճուտիկներ, այսպեսի մի հարց։ Ձեր կարծիքով, ձեր հասակակից տղաները ի վիճակի են այսօր զենք բառնել, դերապետել զենքին ու մարտնչել հայրենիքի համար։ Դեռ նոր-նորեն, ասենք 16-17 տարեկանները եւ չկամությամբ եւ ցանկությամբ կամ օրագրվում են մեր պաշտպանության բանակին։ Կյանքն է ստիպում այդպես։ Որ կյանք ստիպում է մարդին չել ասես պետք է անի։ Ու պետք է միջև վերջը մենք զենքի հետ ելնենք։ Դու ինչ կարծիք ես։ Մարդ կարում է, բայց գալիս չնի, վախում է ջանն ապահում, գլուխ ապահում իրեն հետի։ Իրանք մտածում են, որ գիտում են թալավար, ոչ մինը քինավեշ թորքը կիլակյան չի։ Բայց որ ոչ մինը կավեշ թորք կիլակյան իրենց էլ կողտա, ամանին չելանի իրանք հետ քանը մտածում չեն։ Գետաշենի հողում հայեր կային շատ, նրանց մեջ էլ նաև մեր թաթուլը քաջ, քաջ թաթուլն էլ զոհվեց հերոսի մահով, մնացել են մարդիկ տխուր ու մոլոր, մայրը կորցրել է իր քաջ զավակին, վաղուց ես սպասել որդուն թաթուլին, բայց թաթուլն էլ չեկավ, նա գնաց զոհվեց հերոսի մահով, մնացել են մարդիկ տխուր ու մոլոր, գետաշենում երբեք չեն մոռանա քեզ, քո անունը կհիշվի դարերով անվերջ, մենք քեզ չենք մոռանա սիրելի թաթուլ, հայրենիքի հողն էլ քեզ գրկել ամուր։